Facebook-յան նոր նախազգուշացումները խոճապի պատճառ դարձան, բայց նաև հակառակ տեսակետը կա, որ այդ խոճապն ավելի շատ առաջացավ ռուսական կայքերի կողմից, ռուսական ԶԼՄ-ների կողմից, եւ սա հենց Ռուսաստանին էր ձեռնտու։ Ինչ խմորումներ է սա։ Այսպես ասեմ, ռուսաստանյան մամուլում շատ մեծ ալիք գնաց, իսկապես որը հիմնված էր սխալ թարգմանության վրա, այսպես ոչ ճիշտ ընկալման եւ այլն։ Այսինքն ներկայացվում էր, որ արդեն մեր տվյալները սկսելու են վաճառել բոլորին, ազատ, բոլորին հասանելի են լինելու։ Այսինքն մի կողմից իսկապես մեր տվյալները հասանելի են ու հասանելի են լինելու, բայց Facebook-ը խոստանում է, որ այդ տվյալները օգտագործվելու են գովազդային եւ գիտական գործերում եւ այնպես են տարածվելու, որ մարդուն հնարավոր չլինի իդենտիֆիկացնել։ Իհարկե Ռուսաստանում հիմա ընդհանուր առմամբ ինչ-որ տենց նյարդային իրավիճակ է արևմուտքի վերաբերյալ եւ այնտեղ փորձում են միշտ ինչ-որ բացասական բաներ գտնել եւ տարածել։ Կարող է այդ ֆոնի վրա գնաց եւ շատ արագ տարածվեց, այստեղ Հայաստան էլ ներթափանցեց։ Լինում են կայքեր անընդհատ Հայաստանում, հայտնվում են, հետո ոստիկանության ջանքերով դրանք անհետանում են այդ կայքերը, բայց ամեն դեպքում մեր անհատական տվյալները ինչ որտեղ հասանելի են, սրա դեմ մենք ինչպես կարող ենք պայքարել, պետությունը ինչպես։ Գիտեք, այն դեպքն է, որ մենք չենք կարող պայքարել, այսինքն սա արդեն այն տվյալներն են, որոնք մենք չենք վերահսկում։ Եթե Facebook-ում դու ազատ ես, կարող ես քո մասին ոչինչ չգրել եւ Facebook-ը չի էլ կարող այդ դեպքում իմանալ քո մասին, ապա պետական կառույցներ եւ մի շարք մասնավոր կառույցներ, օրինակ հիվանդանոցներ, բանկեր, վարկային կազմակերպություններ, իրենք տիրապետում են բավականին լուրջ մեր տվյալների, շտեմարաններին։ Եվ այստեղ իհարկե պետությունը պետք է վերահսկողության տակ պահի։ Քաղաքացին եթե տեսնում է իր տվյալները ինչ որտեղ գրանցված են, առաջինը ուր պիտի դիմի։ Դե այսօրվա դրությամբ ոստիկանությունն է, այսինքն պետք է դիմել ոստիկանություն, որպեսզի իրանք ջանքեր գործադրեն, որպեսզի այդ տվյալները անհետանան ցանցից։ Պարզապես խնդիրը նրանում է, որ սա ավելի ճիշտ պետք է մինչև ներթափանցումը այնպես անել, որ կանխարգելիչ գործողություններն են կարևոր, որովհետև երբ որ ցանցում տվյալը հայտնվեց, արդեն գրեթե անհնարին է դա այնտեղից ամբողջությամբ վերացնել, հա, միշտ ինչ որ միտեղ պահպանվում է, հետո էլի նորից հայտնվում է ցանցում, էլի այնց որ այստեղ խնդիրը ավելի շուտ կանխարգելիչ գործողությունների մասին, հա, եւ նաեւ իրազեկման, այսինքն եթե քո տվյալները ինչ որ երրորդ անձի ձեռքում են հայտնվել, դու գոնե դրա մասին պետք է տեղյակ լինես, որ կարողանաս օրինակ փոխել տվյալները։ Շատ դեպքերում էլ մենք չենք իմանում։